Հայր ջան, աշկինս դուրս մեր սրբազան հայրը Միքայել Սրբազանը արդարացվեց փաստորեն, ուղարկվեց ճիշտ է գործը Շիրակի դատարան, բայց բեկանվեց որոշումը Երևանի վարչական դատարանի, այսինքն այդ մի հոգին, որ դատել էր Միքայել Սրբազանին, անօրինաբար նրան զրկել էր ազատությունից եւ ոչ միայն նա, ընդհանուր այս հանցագործ ռեժիմի հանցագործ պատվերը կատարող այդ վնգստացողները կլինեն դրանք դատավորներ, դատախազներ, քննիչներ, սկսած ձերբակալող ոստիկանից վերջացրած կլուչնիկից։ Բոլորի ձեր սերունդները բորոտի նման մատը տնգելու են, ասելու են ես են անիծված ցեղից է։ Ասեմ իմանաք, մատը տնգելու են, ասելու են ես են անիծված ես ինչի թորն է։ Ու տենց գնալու է, ես են անիծված են ինչի ուրեմն լակոտն է։ Ես են դավաճան, ես ինչի թուլեն է։ Տենց շարունակական ձեր ցեղը մնալ ձեր ցեղերը, ձեր սերունդները բորոտի նման այդ խարանը ճակատներին ձեր գործած այդ սարսափելի մեղքերի համար, հանցանքների համար պատասխան են տալու ու նռալու են ու վնգստալու են, եթե դուք վնգստում եք որպես տրուկ, նրանք այդ ցավից են, այդ ամոթից են վնգստալու եւ դա լինելու է եւ արդարների որդիները մատերը տնգելու են այդ բորոտների վրա ասելու են այս բորոտի ցեղից է որ ժամանակին մեր հոգևորականներին անօրինաբար զրկել է ազատությունից, ժամանակին մեր երկրի համար պայքարող մարդկանց անօրինաբար դատել են, քնչականից բռնած ասում եմ, այդ ձերբակալող մենթից սկսած, վերջացրած ամենավերջին են կլյուչնիկից վերջացրած։ Ու եթե ասում եք ես ինչ անեմ, ես իմ գործն եմ արել, մեկը ձեր թուլեքին մատով ցույց են տալու, ասելու են ես են դավաճանի թուլենը։ Այդ հաստատ։